Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Թևանյան, ստեղծված իրավիճակի մասին եւ նաեւ իմացանք, որ Մայր Հայաստան խմբակցությունից բերման ենթարկված ավականու անդամ կա, ընդհանուր ձեր մեկնաբանությունը։ Այո, բերման են ենթարկել Սամվել Հարյանին, Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամին։ Ինչի համար։ Այստեղ գտնվելու համար, առանց որևէ պահանջի։ Մենք կոչ էինք արել քաղաքացիներին ուղղակի գալ քննչական կոմիտե, որպեսզի սատարեն եւ աջակցեն Միքայել Սրբազանին եւ ընդհանրապես հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ այստեղ ուղղակի առանց հարց տալու, առանց որևէ բացատրության բերման են ենթարկել, բայց դա այն ամենափոքր խնդիրն է, որ այս պայն ունենք, այս պայն բերման է ենթարկված Հայաստանի Հանրապետությունը։ Կարելի ասել քննչական կոմիտեներում եւ ոստիկանություններում, դատարաններում Հայաստանի Հանրապետությանն են հետապնդում թուրք-ադրբեջանական օրակարգով։ Պատահական չէ, որ Էրդողանի հանդիպելուց հետո բավական ագրեսիվ հարձակում կա եւ հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի, ավելի ճիշտ ամբողջ աշխարհի մասշտաբով ամենահարուստ հայի Սամվել Կարապետյանի դեմ։ Ես սա հատուկ եմ ուզում շեշտել, որովհետեւ այս հարվածը Սամվել Կարապետյանին ոչ միայն բիզնեսի մասով, այլ նաեւ աշխարհակաղակական նշանակություն ունի, Հայաստանի ներդրումային իմիջի հետ կապված նշանակություն ունի, հեծի խլումը, որը պլանավորում են իրենք, խայտառակ հետևանքների է հանգեցնելու եւ նաեւ անվտանգային հետևանքների է հանգեցնելու Հայաստանի համար, շատ վատ նախադեպ է դառնալու դա եւ Հայաստանը բավական լուրջ հարվածներ է ստանալու։ Ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցու եւ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարձակումներին, սրբազանների դեմ հարձակումներին, սա արվում է Հայաստանի ավանդական ինստիտուտները ջարդելու նպատակով եւ սա արվում է թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու նպատակով, եթե հիշում եք, ագրեսիան հատկապես ավելացավ այն պահից, երբ որ Շվեյցարիայում ամենայն հայոց կաթողիկոսը միջոցառում էր կազմակերպել, նախաձեռնել եւ քննարկվում էր նաեւ արցախահայության խնդիրները, մեր հայ ռազմագերիների խնդիրները Բաքվում եւ դրանից հետո այո, Փաշազադեն կարելի ասել ցուցում տվեց Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանը անցավ գործողությունները։ Ես մեր հանրության համար կուզենամ նշել այն ամբողջական փաթեթը պահանջների ու նախապայմանների, որը առաջադրում է Թուրքիան ու Ադրբեջանը, որովհետեւ հիմնականում խոսում են միջանցքի մասին, բայց միայն միջանցքի խնդիրը չէ, ուրեմն հարգելի հայրենակիցներ, դուք պետք է իմանաք, որ Թուրքիան ու Ադրբեջանը պահանջում են Հայաստանից սահմանադրության փոփոխություն, անկախության հռչակագրից հրաժարում, ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացում, սա պաշտոնապես չի հայտարարվում, բայց այդ քայլերը արվում են։ Հիմա կարող ենք ասել նաև հեծի ազգայնացման անվան տակ խլում եւ վերաբաշխում արևմտա-թուրքական կապիտալի օգտին, Հայաստանի հանքերի փակում, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հանձնում, այսպես կոչված ադրբեջանական փախստականների վերադարձ Հայաստան, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Հայաստանի ապառազմականացում, բանակի վերացում փաստացի, Հայաստանի փաստացի դենացիֆիկացիա, այսպես կոչված, որը ազգային ինստիտուտների դեմ հարձակումներով է արտահայտվում, ԵԱԿ Մինսկի խմբի եռանախագահության ինստիտուտի լուծարում։ Սրանք այն ոչ ամբողջական կետերն են այդ փաթեթի, որը առաջադրվել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրան, ուղղակի ասում է եկեք ես դա փուլային անեմ, ինձ տվեք այս ընթացքում մի փաստաթուղթ, որի վրա գրված կլինի խաղաղություն, որպեսզի ես դա հայ ժողովրդի վրա վաճառեմ որպես խաղաղություն բերելու գործընթաց, վերարտադրվեմ, գնամ երրորդ ժամկետի, հետո նոր արդեն ձեր պահանջները բավարարեմ, ինչպես որ բավարարեցի 21 թվականից հետո։ Ասում եմ ես ձեզ խոստացել եի, որ Արցախը կհանձնեմ արտահերթ ընտրություններից հետո, ես ստացա ձեր աջակցությունը, հիշում եք երևի Թուրքիայի աջակցությունը 21 թվականին եւ հանձնեցի Արցախը։ Հիմա էլ ասում եմ պատրաստ եմ հանձնել Հայաստանի Հանրապետությունը, ահա սա է Նիկոլ Փաշինյանի առաջարկը Թուրքիային, դրա դիմաց ինքը պահանջում է երրորդ ժամկետի աջակցություն եւ անձնական անվտանգություն։ Իր ու իր ընտանիքի նեղ կազմի, իր թիմի կաշվի փրկություն։ Մնացած ՔՊԱ-ականները իր համար արևածաղիկի արժեք չունեն, գրոշի արժեք չունեն, այլ ոնց որ պաշտոնյաներին այսպես թաշկինակի պես նետում է, մնացած բոլոր ՔՊԱ-ականները կլինեն նրանք ազգային ժողովում, թե ազգային ժողովից դուրս, թե գործադիր իշխանությունում կամ դատական համակարգում, իրավական համակարգում իր համար գրոշի արժեք չունեն, ինքը միայն իր կաշին փրկելու համար է պայքարում։